Բարի լույսներս, բարի։ Երեկվա համեմատ լավ սառնա ջուրը, շատ սառնա։ Վայ, ողջուններ։ Ամենալավն ու բարին եմ ցանկանում բոլորի, Աբրահամ Ենոքյան ջան, լավ եղի։ Ես գիտեմ, որ դու էլ ես սառը ջրով լողանում միշտ։ Որտեղ փորձ տղան է Մոսկվայում ապրում, երկար տարիներ։ Смотри։ Այո։ Այնպես որ կարելի ասել ամեն ինչ ասածա, բոլորս ամեն ինչ գիտենք։ Հետ անքնության հետ, որ շատ մարդիկ են անքնությունով տարապում, մի քիչ ճիշտ ասած ես մտահոգված եմ, բայց չլուծվող հարց չկա։ Ամեն մարդ ինքը գիտի ինչ անի։ Ընդհանուր ինֆորմացիան ամենուր է կա։ Բոլորս էլ լսում ենք ինֆորմացիան։ Դուք պետք է կամաց աշխատեք։ Ստիպողական ոչ մի բան չի ստացվում։ Ես ժամանակին, որ վատ սովորություններ էի անում, ինձ ասում էին, մի ծխի, մի խմի եւ այլն, բայց այդ ասելը հակառակ էֆեկտն էլ է ունենում, էլի։ Իսկ երբ ինքդ քեզանով, ինչ-որ ոչ միայն քեզանով, ոնց ասած, գործողությունները, կյանքն է շատ ժամանակ ստիպում, որ դու ինչ-որ քայլեր անես։ Այ օրինակ յոգային ես դիմել եմ իմ խնդրի համար, խնդիր եմ ունեցել։ Ձախ ոտքս կարելի ասել մոտենում էր հեռացնելու ֆոնտից ներքև տրաֆիչսկի язва, ասենց ասում։ Բայց այդ ամեն ինչը պատճառ դառավ, որ ես սկսեմ առողջ ապրելակերպով ապրել իմ կյանքը, ու եկավ հասավ ստեղ, որ սառը ջրով լողանում եմ այն դեպքում, երբ ես վախենում էի։ Մարին Ներսիսյան ջան, ողջույններս։ Ես սառը ջրից վախեցել եմ անգամ ամռանը։ Տղեկով որ գալիս էինք լողանալու, հենց մտնում էի մի անգամից դուրս էի գալիս։ Գետը իմիջայլոց լավ բարարել է, ու շատ սառել է, բնական է սառերից ձյունը հալվում, լցվում է։ Դե մեկ անգամ եւս էս սառնությունը վայելեք մտքով։ Այսօր այսքանը, հարգելիներս, լավ եղեք։